Հիմնադիր խորհրդարան շարժման ակտիվիստների Արցախյան ավտոերթը կանգնեցրել է ԼՂՀ ոստիկանությունը։ Բերձորի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժել են շարժման մասնակիցները, լրագրողներ եւ նրանց մեքենաները։ Ծեծի ենթարկված Ժիրայր Սեյֆիլյանն ու Նոյան Տապան լրատվական գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներն այսօր դուրս են գրվել հիվանդանոցից։ Միջադեպի առիթով ԼՂՀ ոստիկանությունը հայտարարել է, որ ակտիվիստներին բացատրել են, որ Արցախում հասարակական լարվածություն է առաջացնում շարժման ակցիան եւ հորդորել է հետ կանգնել նախաձեռնությունից։ Ըստ ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության ակցիայի մասնակիցների խումբը սադրել է ոստիկանությանը։ Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։ Ցավոք կան տուժածներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իր պաշտոնակից Յուրի Հայրապետյանին եւ խստորեն դատապարտել դեպքը։ Կարեն Անդրեասյանը գործընկերոջը կոչ է արել վերականգնել քաղաքացիների խախտված իրավունքները։ Միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում եւ մենք չունենք դեպքի քննությանը միջամտելու որևէ իրավազորություն։ Խնդրում եմ ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու եւ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու համար։ Բերձորի միջադեպն այսօր քննարկվել է խորհրդարանում։ Ազգային ժողովի նիստին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է պատվիրակություն ստեղծել եւ Ստեփանակերտի գործընկերների հետ քննարկել Բերձորում կատարվածը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ պատվիրակություն ստեղծելու հարցը քննարկել ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի հետ։ Միջադեպի առումով Ղարաբաղի Հանրապետության, Արցախի Հանրապետության նաեւ պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան որոշակի վերլուծությունների ենթարկել եւ կարձականքեմ նաեւ ձեր հայտարարությանը։ Դեպքի մյուս կողմին անդրադարձավ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու ռետորական հարց հնչեցրեց, թե Ղարաբաղն ինչ կապ ունի Հայաստանի ներքաղաքական խնդիրների հետ, ինչու են ակտիվիստները ցանկացել ակցիա անել Ղարաբաղում։ Ինչպես կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա։ Ռեժիմի դեմ բոլոր պայքարող ցանկացողները դա կարող են անել եւ պետք է անեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Լեռնային Ղարաբաղը ինչ կապ ունի ռեժիմին 100 տարելից առանց ռեժիմի դիմավորելու հետ։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանրապետական կուսակցության նիստից հետո շարժման անդամներին խորհուրդ է տվել չներքաշել Արցախը Հայաստանի ներքաղաքական պայքարում։ Դրանք երկու տարբեր պետություններ են եւ խորհուրդ չեմ տա որևէ մեկը քիթը խոթի Ղարաբաղի խնդիրների, պատերազմող երկրի խնդիրների մեջ։ Ազգային ժողովի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ այս միջադեպը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցի կարգավորման բանակցային գործընթացին։ Նա համարում է, որ ակցիայի մասնակիցներն ադրբեջանական լրատվամիջոցներին հավելյալ թեմա են տվել։ Այդ իրենց հայնասեր կոչվողների արածից այսօր ադրբեջանական մամուլը բացեք նայեք, իրանք շանս տվեցին, որպեսզի ադրբեջանական մամուլը աղմուկ բարձրացնի, որ տեսնում եք Արցախի իշխանությունները ինչ բռնատիրական են։ Այսօր միջադեպի առիթով խոսել են նաև ակցիայի համակիրները։ Աչքերի տակ կապտուկներով լրագրողներին հանդիպեց հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանն ու հայտարարեց, որ Արցախի ոստիկանությունը ծրագրել էր սադրել ավտոերթի մասնակիցներին։ Քաղաքագետ Իգոր Մուրադյանը մեկ այլ բոլորովին ուրիշ դիտարկում է արել։ Եթե ես գնայի, ապա այնտեղ անպայման կկազմակերպեի հակառուսական ակցիա։ Հենց դրանից էլ վախենում էին տեղական իշխանությունները, որ չթույլատրեցին ավտոերթը։ Հակառուսականության վերաբերյալ Իգոր Մուրադյանի հայտարարությանը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, ով նկատել է, որ տպավորություն է ստանում, թե Իգոր Մուրադյանի Արցախի Հանրապետությանը տված որակումները Բաքվից են գալիս։ Արցախը փորձում են ներգրավել ներհայկական մուտիլովկաների մեջ։ Մենք ոչ մասնակցում ենք Հայաստանի որևէ համապետական ընտրությունների, նախագահական, ազգային ժողովի, ոչ էլ մասնակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ինչ կապ ունի Արցախը եւ այդ իշխանափոխությունը։ Տեղի է ունեցել շատ վատ զարգացում, որ իրոք բոլորիս համար վատ է, վատ հոգեբանական վիճակում ենք։ Այսօր սոցցանցերում մամուլի ակումբներում եւ խորհրդարանում հնչած գրեթե բոլոր ելույթների առանցքում մեկ թեզ էր. Բերձորի դեպքը հայաստանցիների ու ղարաբաղցիների խնդիրը չէ։ Չկա ղարաբաղցի հայաստանցի տարանջատում, կան հայեր։ Մնացածը քննության հարց է։ Պարզելու որքանով ադեկվատ էր ոստիկանության կոշտ պատասխանը ավտոերթի մասնակիցներին։ Զորապ Հարոյան, ժամը լրատվական։